Այն որ Ադրբեջանն ու Թուրքիան եւ Ռուսաստանը ամեն ինչ անելու են որպիսի վարկանիշը բարձր լինի Նիկոլ Փաշինյանի, դա այսպես ասած ակնհայտ է։ Օրինակի համար Սալավյովի հայտարարությունը Այո։ սպեցօպերացիա Հայաստանում անցկացնելու, դա ուղղված է Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձրացնելուն, որտեղ դա հնարավորություն էր տալիս նիկոլականներին ներկայացնել Նիկոլ Փաշինյանին, ինչպես հաճախ տեսեք ինքը այնքան արևմտամետ է, որ ռուսները SVO են ուզում անեն, այսինքն որովհետև լուրջ կասկածներ է, չէ, առաջացել ինչքանով արևմտամետ։ Դրա համար սա պիտի ստեղծեն մարդիկ այս տպավորությունը։ Դե Ալիևը արդեն արեց հնարավոր է ընտրությունից առաջ եւս մի 4 հոգու բաց թողի այդ գերներից, պատաններից, հիմա տեսեք նաև անընդհատ ինչ որ էս գիտեմ բենզինն է, մյուսը, ամեն ինչ անելու են ցույց տալու համար, ցավոք սրտի, այո դուք ճիշտ եք, Նիկոլ Փաշինյանն այսօր բավարարում է իր քաղաքականությամբ եւ Ռուսաստան եւ Արևմուտք, որտեղ ինքը զիջում ամեն ինչ տալիս է մեր հաշվին։ Աստված չան, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, այ լսեք իմ խոսքերը, ինքը դառնալու է խեղկատակ բռնապետ, որտեղ ինքը խեղկատակ է լինելու դրսում բոլորի առաջ, բայց ինքը բռնապետ է լինելու Հայաստանում, ինքը կաշառելու է մեր հաշվին, ինչպես տեսնում ենք, պետական ապարատը, ԱԱԾ-ն, ոստիկանությունը, այդ բոլորին ինքը ունենալու է իր ռուսական տերմինով օպրիչնիկները, նրանք ովքեր ասենք ռուսական ցարը պահում են մյուսներին ճնշելու եւ ժողովուրդը լինելու է ծայրահեղ աղքատ չի լինելու 3 միլիարդ բան էին տվել տարվա վերջ, պարոն Պապյան, գաղտնի որոշմամբ ինքը ինչեր է անելու եթե մնա, այսինքն ժողովրդին հետին աղքատությանը ժողովրդից սարքելու է համբալների այդ իրանց տերմինը կներեք եւ հարճերի խումբ Եվ իրենք լինելու են ուղղակի այդ ամբողջը վայելող, սիրուն խոսքեր ասող եւ այլն սրտիկներ բաց, ժողովրդի սրտիկա բաժանում իր կողմնակիցներին միլիոններ։ Սա է լինելու իրականությունը։ Եվ արդարադատության նախարարը ասում է, փաստորեն նախարարները 7 միլիոն դրամ են ստացել, պարոն Պապյան, ու ասում են դա մեր ամբողջ տարվա աշխատանքի համար է։ Չէ, մի րոպե, 7 միլիոն այդ հարկերից հետո, որ նշանակում առնվազն 9 միլիոն են ստացել։ Սա մեկ։ Մյուս ասում աշխատանքի դիմաց տպավորություններն է, որ ինքը աշխատավարձ չի ստացել։ Աշխատանքի դիմաց եւ երբեք այս նախարարները եւ մեր Հայաստանի նախարար նման բարձր աշխատավարձներ չեն ստացել։ Երբեք չեն ստացել եւ հանկարծ փորձ չարվի, ես կարդացի մեկ ասում դե նախկինները մի կաշառքով էին այդքան ստանում, հա? Բա ինչի բանտում չեն նախկինները։ Կարանք նախկին 2-3 նախարարի անուն տակ, որ ըստ ձեզ նման կաշառքներ են ստացել, բա որ ստացել են ինչի բանտում չեն։ Ուրեմն կամ չեն ստացել, կամ դուք ոնց որ ասած փայ եք ստացել այդ նախկինների թալանից։ Դրա համար որտեվ ես չեմ հիշում որևէ նախարար, թող ինձ հիշեցնեն, որ այսօր բանտումն է։ Մի հոգի կարելի նախկիններից չէր, իրանցից են Վերմիշյանները, որ գլխին մի բան սարքից, մի երկու հոգի կա։ Բայց դատավճռով ուր են այդ նախկին նախարարները իրենց ասած, որ մի րոպեում նման կաշառք էին ստանում։ Այո, ստանում էին։ Դրա համար է ժողովուրդը կողմի, որպեսզի ոնց որ ասած այդ Նիկոլի տերմինով ասած, որ ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստա։ Պլստացին, իհարկե պլստացին, եւ դեռ մի բան էլ ավելին, ծաղկում են ու համագործակցում են այս իշխանությունների հետ։